Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ բաժնի հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր ենթաբաժնում։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ընդունել են Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպումը հաջորդել է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ կայացած քննարկումներին։ Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Փարիզում անցկացվող միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միասնական տաղավարով հայկական ռազմաարդյունաբերական ընկերությունների մասնակցությանը։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը, ընդգծելով դրա հետագա զարգացման կարևորությունը։ Կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում, որոնց համաձայն 2027 թվականի նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներն ու մեթոդաբանությունները։ Կառավարության մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-ից 2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրով նախատեսվում է մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացում, այդ թվում հանրապետության համար 14 անշարժ դիտակայանների ձեռքբերում, որոնցից 6-ը նախատեսված է Երևան քաղաքի համար։ Մթնոլորտային օդի մոնիթորինգի արդիականացման միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով 2025 թվականին շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 միլիոն դրամ մթնոլորտային օդի որակի գնահատման 2 դիտակայանի ձեռքբերման համար։